որ մենք այլ տարբերակ ուղղակի չունենք, որտեղ մեզ հրահանգված է եւ դու դատապարտվելու ես ուղղակի կա որոշում, քաղաքական որոշում եւ մենք այլ որոշում չենք կարող կայացնել։ Մենք փաստերին պետք է անդրադառնանք լրջորեն, մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր իրավունք չունենք քաղաքական շոուներ ստեղծել։ Մենք իրավունք չունենք քաղաքական ինչ-որ կրկեսով զբաղվել, որովհետև մենք ուղղակի պետություն ենք կորցնում։ Սա մի պայքար է, որի որոշումը ես չեմ կայացրել։ Այս պայքարը սկսել է թշնամին իմ ազգի դեմ, եւ ես ուղղակի անմասն մնայի, ես չէի կարող։ Մենք ընդունում ենք, բայց միշտ բարձրանում ենք։ Կարևորը նրանում է կայանում, որ մենք երբեք ծնկի չգանք։ Եվ մենք հավատացեք հասնենք մեր բոլորիս երազած այն արդյունքին, ունենալ հայոց պետականություն, որտեղ հայը չի հալածվի հայ լինելու համար։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ միտեղ այո իմ ընտանիքին մեծ ցավ եմ պատճառել, ես զրկել եմ նրանց ինձանից եւ ինձ զրկել եմ իրենցից։ Բայց սա այն գինն է, որ ես չէի կարող չվճարել։ Ուղղակի չէի կարող։ Հանուն այն տղաների, ովքեր այսօր չկան, հանուն Արցախի, հայկական Արցախի, հանուն մեր երկրի, մեր պետության։ Պարոն Վարդանյան, նախ թույլ տվեք հարցնել ձեր որպիսությունը, որովհետև դուք ունեիք առողջական խնդիրներ, ինչպես եք։ Բարև ջան։ Փառք Աստծո, այստեղ ենք, եւ մեր առողջական խնդիրները դեռևս շարունակվում են։ Հույս ունենք, որ մոտակա երևի թե մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենանք անցնել հետազոտություններ, սպասում ենք ավելի շատ այդ հնարավորությանը, դեռևս պատասխան չկա, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, բայց առողջական խնդիրները սա օրորի ավելի վատարանում են եւ ճիշտ ասած այդ խնդրին լուծում տալը դեռևս ես չգիտեմ թե ինչպես պետք է արվի։ Հույս ունենք, որ լավ կլինի։ Պարոն Վարդանյան, ձեր ինչպես որ բերեցին, բերման ենթարկեցին, ապա կալանավորում, հետո դատապարտում, դա շատ շոկային էր, հա, փողոցից։ Ի վերջո, ինչպես կգնահատեք այդ ողջ գործընթացը, որ տեղի ունեցավ։ Նախ եւ առաջ ասեմ, որ ես ոչ մի ծանոթություն չեմ ստացել դատարանից։ Երբ ուղղակի փողոցից ինձ առևանգեցին, որ ճիշտ ասեմ, առաջի բանը, որ իմ մտքով անցել է, դա այն է, որ ես մտածեցի, որ ադրբեջանական ինչ-որ գործողություն է իրականացնում, որովհետև ուղղակի կարելի ասել խուլիգանավարի հարձակվեցին ինձ վրա փողոցում, ստեյցիան կարելի էր շատ հեշտ ու հանգիստ ծանոթություն ուղարկել, զանգահարել, կանչել, ես ներկայանալու էի։ Ինչևէ, անգամ իմ փաստաբանը տեղյակ չի եղել դատարանի որոշման մասին եւ հետո մենք տեղեկացանք, որ դատարանի որոշումը հետո է եղել, այսինքն ինձ ձերբակալել են, բերել են բանտ, նոր հետո, եթե չեմ սխալվում, 8 թե 10-15 օր հետո նոր դատարանի որոշման ծանոթությունն է եկել եւ ինձ եւ փաստաբանին ստացվում է, որ ինձ կալանավորել է ուղղակի շտապ ինչ-որ մի գործողություն է եւ երբ ես ոստիկանությունում հարցրեցի, թե ասենք ձեր արարքի պատճառները, հիմնավորումը եւ այլն, հստակ ասացին, որ հրաման ունենք ամենավերևից եւ մենք զուտ մեր աշխատանքն ենք իրականացնում։ Այդ օրերին տեղեր ունենում սրբազան պայքար շարժումը, դուք ակտիվ էիք բավական այդ պայքարի ընթացքում, արդյոք պայմանավորվում եք դրանով։ Սա մի պայքար էր, որտեղ դուք շատ ակտիվ պայքարեցիք, սակայն այն որևէ հանգուցալուծում չունեցավ։ Իմ կարծիքով սա շահ կապված է բոլոր այն ոչ միայն
հաշիվ է անում հայրենիքի պայքարի հետ, այլ նաև հակարի կամուրջում, ես գիտեք տեղյակ եք, ես եղել եմ Վարդենիսի ողերի հանձնման հետ, ես նույնպես ներկա եմ եղել, այսինքն բոլոր այդ շարժումներում ես միշտ ներկա եմ եղել, ինձ առաջնակցում կարելի ասել հենց շարժման այս ճակատում եմ եղել եւ Տավուշը հանուն հայրենիքի երևի թե լցրեց այն բաժակը, այն համբերությունը, ասենց ասեմ, իշխանությունների, ովքեր ուղղակի ոչ մի տեսակի ընդդիմության տանել չեն կարողանում եւ հասկանալի էր, որ ինձ արդեն զգուշացել են իդեպ ասեմ մի երևի 1-15-ից ավել անգամ ինձ ասեցին, որ քեզ հետևում են, իդեպ ասեմ, օպերատիվ տեղեկություններ կա, որ քննչական մարմինները, ոստիկանությունը եւ այլն հատուկ հետևականություն են սահմանել քո նկատմամբ եւ չի բացառվում, որ օրից մի օր քեզ կալանավորեն, կձերբակալեն փողոցում եւ այլն եւ ես սա կապում եմ ոչ միայն Տավուշի հայրենիքի շարժման հենց առաջին օրերին գիլանցում լինելու հետ, այլ բոլոր այն ճակատները, որտեղ ես եղել եմ եւ որտեղ որ հստակ ուղղակի կարելի ասել փուշ կամ ոսկոր էին դարձել ներկայիս իշխանությունների ապօրինի եւ հակասահմանական գործողությունների համար։ Պարոն Վարդանյան, այդուհանդերձ նույնիսկ ձեր կողմնակիցներից կան մարդիկ, ովքեր այդպես էլ մինչև վերջ չհասկացան ձեր դեմ հարուցված քրեական գործը ինչի մասին էր, որտեղ սկսեց եւ որտեղ ավարտվեց։ Ես դատապարտվել եմ 3 հոդվածով։ Իդեպ ասեմ բոլոր այն մարդկանցից, ովքեր որ ձերբակալվել եւ կալանավորվել են, ես միակն եմ, ով դատապարտվեց, Փառք մնացածը ազատ արձակվեցին պայմանական եւ նրանց հանդեպ կիրառվեց համաներով։ Իդեպ ասեմ, մենք դատապարտվում ենք նույն հոդվածներով։ Բայց իմ հանդեպ դատական համակարգ պես ասեմ, ուղղորդված ուղղակի այլ որոշում կայացրեց, եւ մենք բոլորս հասկանում ենք, որ իդեպ ոչ միայն հասկանում ենք, այլ նույն դատավորները դատական նիստերից հետո իրենց վերանով բարձ ասում էին, որ մենք այլ տարբերակ ուղղակի չունենք, որտեղ մեզ հրահանգված է եւ դու դատապարտվելու ես, ուղղակի կա որոշում, քաղաքական որոշում, եւ մենք այլ որոշում չենք կարող կայացնել։ Ես շատ եմ մտածել իմ քրեական գործի մասին, շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրեմ, որ եթե ես հանցագործ էի, չէ՞ որ 44 օրյա պատերազմին ինձ զենք են տվել ուղարկել Արցախ։ Դրանից հետո ես եղել եմ Արտանիշում, Կրասնիում, եղել եմ Իշխանասարում։ Եթե ես հանցագործ էի, ինչի համար են ինձ զենք տալիս։ Եթե ես հանցավոր ինչ-որ մի խումբ եմ ղեկավարել, ապա ինչպես են ինձ վստահում, ասենք օրինակ Կարճապետի շտաբային դաշտի հրամանատարությունը, Արտանիշում բավականին ծանր դիրքերի մի ամբողջ լինիայի պատասխանատվությունը, Արցախում, երբ ինձ արդեն մեռած էին համարում 44 օրյա պատերազմի ժամանակ, անգամ լրատվականներով տպել են, որ ես մեռել էի, իմ դիական հետ կորած էր, անգամ իմ ընտանիքին էին զանգարել եւ ասել, որ ես արդեն չկամ եւ այլն եւ այլն։ Ես հասկանում եմ մի բան, որ եթե ես զոհվեի 44 օրյա պատերազմին, այսօր ես բանդում չի լինի եւ վստահ եմ, որ իմ նկարը նույնպես կլիներ սոցցանցերում եւ շատերը կասեն, որ զոհվեց հերոսի մահով կամ զոհվեց հանուն Արցախի եւ այլն, բայց քանի որ մենք կենթանի ենք մնացել, որով մենք արժանի ենք հետապնդման եւ հետապնդվում ենք թշնամու հրահանգով, որովհետև մենք կենթանի ենք մնացել, բայց Փառք Աստծո ես վստահ եմ, որ Աստված կա եւ Աստված մեր Տերը մեզ կենթանի է պահել ինչ-որ մի ավելի մեծ նպատակի համար եւ վստահ եմ այդ նպատակը դեռևս մենք իրականացնենք եւ դա կանենք բոլորս միասին։ Իդեպ հետաքրքիր մի փաստ արեք, ասեմ, ես մի փոքր փակագծներ եմ բացել 2016-17 թվականների իմ ազգային անվտանգությունում, անվտանգության մեկուսանում եղած ժամանակահատվածից։ Դուք գիտեք, որ 2016-17-18 թվականներին քրեական գործերը հարուցվել ներքին կարգով, հրահանգ է եղել, քրեական գործեր հարուցել Մանվել Գրիգորյանի նկատմամբ, Յուրի Խաչատուրովի նկատմամբ,
Ես չեմ խոսում 19, 18-ի վերջ 19, 20, 21 թվականների, ոչ, խոսում 16, 17, 18 թվականների։ Եվ դրա մասին հիանալի տեղյակ է Արթուր Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը դրա մասին շատ հիանալի տեղյակ է։ Հետաքրքիր հարցադրում, ում էր պետք այդ քրեական գործերը։ Բոլոր այն քրեական գործերը, որոնք 2018 թվականից հետո ուղղակի միջև առեսօր կան, այդ քրեական գործերը ազգային անվտանգության քննչական մարմինները սկսել են կարել չակերտավոր 16, 17, 18 թվականներին ազգային անվտանգության մեկուսանում եղած ժամանակ, երբ ձերբակալում են չէ, տարբեր մարդկանց, տարբեր քրեական գործերով բերում են եւ այլն եւ այլն։ Ես հանդիպել եմ մարդկանց, որոնց ձերբակալել են ինչ-ինչ քրեական գործերով, սպաներ, ոստիկանության բարձրաստիճան անձինք, օլիգարխների, ոնց ասեմ, օգնականներ, խորհրդականներ, քաղաքական խորհրդատուներ եւ այլն, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցել եւ այդ քրեական գործերը կարճելու համար նրանց առաջարկում էին ցուցմունք տալ։ Ուշադիր լսեք, ցուցմունք տալ, ասենք օրինակ Մամել Գրիգորյանի հանդեպ, Յուրի Խաչատուրովի, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, չգիտես ինչի ուղղակի առաջինը արեցին այն, որ գլխատեցին Եվրոպական միությունը։ Միակ կառույցը, որը կարող է ուղղակի ձևով, անկախ նորից ես համակրանք չունեմ ինչ-որ կամ հակակրանք Մամել Գրիգորյանի հանդեպ, բայց միակ կառույցը որպես կառույց, այսպես ասեմ ձեզ, Եվրոպական միությունն էր, որը կարող էր դիմադրել, ուղղակի դիմադրել յուրաքանչյուր չարաբաստիկ, այսպես ասած ծրագրի այն ամենի նկատմամբ ինչը վերաբերում Արցախին եւ այլն։ Եվ ես վստահ եմ, որ դա ուղղակի պատահականություն է։ Հարցրեք Արթուր Վանեցյանին։ Արթուր Վանյանը մասին շատ հիանալի տեղյակ է։ Մենք փաստերին պետք է անդրադառնանք լրջորեն։ Մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր իրավունք չունենք քաղաքական շոուներ ստեղծել։ Մենք իրավունք չունենք քաղաքական ինչ-որ կրկեսով զբաղվել, որովհետեւ մենք ուղղակի պետություն ենք կորցնում։ Ես հռետորական մի հարց եմ ուզում տալ յուրաքանչյուրի։ Եթե վաղը այս իշխանությունները ամբողջովին փոխեցին Հայաստանի Հանրապետության սահմանությունը վերջ դնելով մեր անկախության հռչակագրին եւ Հայաստանի Հանրապետություն վերադարձան 300,000-ից ավել ադրբեջանցիներ եւ ոչ միայն ադրբեջանցիներ, ինչ են անում։ Մենք զբաղվելու ենք քաղաքական շոուներով, ժամանակն ուղղակի ուշքի գա եւ ճշմարտությանը նայել ուղիղ։ Պարոն Վարդանյան, մենք ծանոթ ենք ձեր քաղաքական հայացքներին, ձեր հարցազրույցներից, հետաքրքիր է այս ամիսների ընթացքում ինչ է փոխվել, թե ձեր պայքարի առումով, թե գուցե նաև քաղաքական հայացքների։ Իմ մոտ ոչինչ չի փոխվել ու երբեք չի փոխվել։ Պայքարը անում իմ երկրի, իմ ժողովրդի, դա իմ երակներում։ Եկել իմ պապերից, իմ հայրը ինչպես գիտեք Արցախում է զոհվել, իմ պապաս երկրորդ համաշխարհային պատերազմում եւ այլն, պայքարը անում իմ երկրի, իմ ժողովրդի ազատության, դա իմ երակներում է։ Երբեք իմ հայացքները չեն փոխվի։ Ես հասկանում եմ, որ իմ այս հայացքների համար ես անցնում եմ մի ճանապարհ, որով շատ քչերն են պատրաստ անցնել, բայց ես հասկանում եմ, որ առանց այդ ճանապարհի չի։ Մենք ուղղակի ծնկի գալու իրավունք չունենք։ Մենք ուղղակի հանձնվելու իրավունք չունենք, որովհետև մենք տեսնում ենք, որ օր-օրի մենք կորցնում ենք այն մեր հայոց պետականության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքները, հողերը, որոնք այսօր փոքր առ փոքր, կտոր առ կտոր հանձնվում են թշնամուն, եւ եթե սա է այն գինը, հանուն այն հայացքների, որը ես ժառանգություն եմ ստացել իմ պապերից, իմ հորից, իմ ընկերներից, իմ հորեղբայրներից, ովքեր այսօր չկան, ուրեմն թող այսպես լինի։ Պարոն Վարդանյան, բայց այնուհանդերձ չկա ափսոսանք։ Իսպանիայում ձեր բարեկեցիկ կյանքը, ընտանիքը թողած, դուք հայտնվեցիք Քեսաբի ազատագրմանը մասնակցեցիք, հետո 44-օրյա պատերազմին։
Երբեմն մտածում եմ դրա մասին, Հրանտ ջան, բայց հավատա սա մի պայքար է, որի որոշումը ես չեմ կայացրել։ Այս պայքարը սկսել է թշնամին իմ ազգի դեմ, եւ ես ուղղակի անմասն մնայի, ես չէի կարող։ Ես ունեի ոչ միայն պարտավորություն իդեմս որպես զավակ, որպես հայ, որպես որդի, որպես հայր, որպես արժանի հայորդի։ Իմ կարծիքով արժանանալ այդ կյանքին շատ դժվար է, իսկապես, սիրել այդ կյանքը, սիրել քո ժողովրդին, քո հայրենիքը, եւ Քեսապի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, որ Սիրիա մեկնելուց առաջ շատերն էին խոսում, կհիշեք, 2014 թվականին, որ հայկական բնակավայրում կոտորում են հայ երեխաներին եւ այլն։ Ես ուղղակի հիշեցի ոչ միայն 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, երբ սպանվում էին մեր հայրենակիցները եւ ոչ որ ոչինչ չեն անում։ Եվ իմ որոշումն է եղել իմ կողմից հնարավորինս քայլ անել, պայքարել, պաշտպանել իմ ժողովրդին, իմ հային, որպեսզի մենք եւս հերթական ցեղասպանությունը չտեսնենք Սիրիայում, որևէ հետո տեսանք իհարկե Արցախում։ Հիմա ձեր պայքարը ինչի համար է, կբանաձևեք, պարոն Վարդանյան, ինչպիսի տեսլական եք, ինչպիսի տեսլական ունեք, հա, երկրի հետ կապված, քաղաքական դաշտի հետ կապված, ինչպիսի հանգուցալուծում եք պատկերացնում, որը ձեզ համար կլինի ընդունելի եւ այդ պայքարի արդյունքը։ Քաղաքական տեսլականը դրա մասին մենք երկար կարող ենք խոսել, բայց նախ եւ առաջ համար առաջի նպատակը, որ այսօր կա, դա նաեւ որ պետք է մեր երկրում տեղ ունենա իշխանապողություն, պետք է տեղ ունենա համակարգային փոփոխություն, պետք է մենք կարողանանք ոտքի կանգնել բոլոր այն հարվածներից, որ մենք ստացել ենք այս 7 տարիների ընթացքում։ Մենք ուղղակի ձախողումներ ենք ապրում այս իշխանությունների պատճառով ուղղակի 7 տարի շարունակ։ Ոչ միայն սոցիալական, արդարադատության ոլորտում, կրթության ոլորտում, այլ նաև արտաքին քաղաքականության ոլորտում, ռազմաքաղաքական բոլոր այն որոշումները, որ կայացվել են ամբողջովին ձախողված են, հայոց բանակը այսօր չունի այն նույն հնարավորությունները եւ այն նույն մարտական ոգին, որովհետեւ սպաներից շատերին աշխատանքից հեռացրեցին, ոմանց կալանավորել են, ոմանց հանդեպ քրեական գործեր են հարուցված եւ այլն։ Ուզում եմ ասել, որ տեսլականը, այն տեսլականը, որ ես ունեմ, համար առաջինն է նաեւ, որ մենք պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը իսկապես, որպես ժողովուրդ եւ որպես պետություն, ժողովրդավար պետություն իրական, այլ ոչ թե ինչ-որ մի պետություն, ով ունի մի իշխանություն, որը զուտ զբաղված է պոպուլիզմով, նեոլիբերալ գլոբալիստ ինչ-որ գաղափարներով, որոնք ուղղակի չեն բխում մեր ժողովրդի եւ մեր պետության շահերից։ Մենք բազմիցս տեսել ենք եւ ոչ միայն Վրաստանում, Ուկրաինայում, նաեւ Հայաստանի Հանրապետությունում մենք տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել նեոլիբերալ գլոբալիստ ինչ-որ այդպիսի պոպուլիստ քաղաքականությունը եւ իմ կարծիքով քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մենք հնարավորություն ունենք ուշքի գալու եւ վերականգնելու մեր պետականության կամ մեր պետականության այո, ինչու ոչ նաեւ արժանապատվությունը մեր պետականության հիմքերը ավելին ամրապնդել, մենք ուղղակի ժամանակ չունենք կորցնելու։ Իդեպ ամբողջ աշխարհում բան է փոխվում, պարոն Վարդանյան։ Մենք վերջերս տեսանք Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, որը իսկական շոու էր։ Այսինքն Ուկրաինայում է իրավիճակը փոխվում, Միացյալ Նահանգներում այս փոփոխությունները կգան Հայաստան։ Ես մտածում եմ, որ այո, ես մի քանի հետաքրքիր փաստ եմ ուզում արձանագրել։ Դուք կհիշեք Զելենսկու նվաստացումը Սպիտակ տնից վտարումը կարելի ասել անգամ ներկայիս վարչակազմի, այսինքն իշխանության Դոնալդ Թրամփի իշխանությունը հստակ ցույց է տալի, որ իր գործողությունները ոչ թե միակողմանի պետք է լինեն, այլ ձևավորում են նոր աշխարհակարգ, որտեղ կա արդեն համաձայնություն Ռուսաստանի հետ եւ Դոնալդ Թրամփի իշխանությունը
Ռուսաստանի Դաշնության իշխանություններին չի տեսնում որպես թշնամի, բայց հետաքրքիր փաստ։ Դոնալդ Թրամփը չմոռացավ այն, որ Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունների ժամանակ ուղղակի մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ իր աջակցությունը հայտնեց Ջո Բայդենին։ Կարծիքով դուք տեսած կլինեք այդ տեսանյութը, որ տոնաստորագրում ինչ որ ռազմամթերքի վրա եւ այլն։ Դոնալդ Թրամփը դա չմոռացավ եւ դա հիշեցրեց։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք հասկանում ենք, որ կան ռեալ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եւ այնտեղ իշխանությունները տրամադրված են ունեն ուղղվածություն եւ արտաքին եւ ներքին քաղաքական դաշտում։ Բայց քչերը գիտեն, որ Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախընտրական պայքարի ժամանակ նույնպես կազմակերպել էին աջակցություն Ջո Բայդենի համար, այսինքն այդ ջատագող, այսպես ասեմ, այդ չակերտավոր պայծառ մտքի տերը եղել է Լիլիթ Մակոնսը, ով հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, եւ լուրեր են պատտվում, որ անգամ գումար են նվիրատվություն արել, եթե չեմ սխալվում, մի քանի միլիոն դոլարի ի աջակցություն Ջո Բայդենի, որից հետո երբ ընտրություններն ավարտվեցին, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի պաշտոնական ընդունելության չարժանացեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ դա հստակ ուղերձ էր, որ մենք գիտենք թե որ դուք ինչպես եք փորձել, այսպես ասեմ, միջամտել մեր ներքին քաղաքականության մեջ, ձեր միջամտությունն է։ Դոնալդ Թրամփը դա չի մոռանալու։ Եվ ինչ հետաքրքիր զուգադիպություն։ Վլադիմիր Զելենսկին երբ որ վտարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տանից, անմիջապես մեկնեց Եվրոպա եւ այլն, խնդրելով, որ տեսեք, ես մնացել եմ անտեր, օգնեք ինձ եւ այլն եւ այլն։ Նույն բանը իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադարձավ եւ քվեարկեցին դեպի Եվրոպա ուղղությունը, մտնել Եվրոպական միություն։ Նման չի այդ քայլերը։ Սա հստակ ուղերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ չի հանդուրժելու ոչ մի նեոլիբերալ գլոբալիստ, այսպես ասած, որևէ իշխանության, որոնք ուղղակի տարիներ շարունակ սնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ մենք տեսանք ինչպես փակեցին բոլոր այն ծրագրերը եւ ռազմաքաղաքական եւ բարեգործական եւ այլն։ Եվ դա ուղղակի կապ ունի նաեւ Հայաստանի Հանրապետության հետ, որովհետեւ ես գիտեմ, որ քչերը երևի թե տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերը, իսկ ասեմ ավելին գերակա են, քան թե հայոց բանակի մեր կազմը 50%-ով ծնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ հիմա այդ գումարները չի լինում։ Այսինքն այն ոստիկանապետությունը, որ այսօր ձևավորված է Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում ուղղակի անկում է ամրելու, որովհետև այն գումարները, որ գալիս են, որի հիման վրա այս իշխանությունները կարողանում էին ուղղակի ճնշված պահել հայ ժողովրդին եւ մնալ այդ աթոռին, հիմա այդ գումարները չի լինում։ Եվ այդ փոփոխությունները հստակ ասում են, որ մենք տեսնել ենք Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով, որ այս բազմաբևեռ նոր աշխարհակարգում հստակ սկսել է ընդգծվել ազդեցության զոնա, այսպես ասեմ, համ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Խնդիրը նրանում է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ձախողումներն այնքան ակնհայտ են, որ այս իշխանությունների մեջ չկար մեկը, որ կարող էր կանխատեսել եւ հասկանալ, որ արտաքին քաղաքականությունը մեր պետք է այնպիսի մի ուղղությամբ տարվեր, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, որը արդեն բարձր է, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու, այդ դեպքում մենք կարողանանք հստակ չկորցնել եւ այս կողմը, եւ այն կողմը։ Հիմա մենք մնացել ենք մեջտեղում։ Եվ հիմա միակ ուղղությունը դա դեպի Եվրոպան է, իդեպ արդեն ներկայիս իշխանությունները նույնպես փոշմանել են իրենց արածից, բայց խնդիրը նրանում է, որ Եվրոպայում նույնպես իշխանությունը է փոխվում, մենք տեսանք Գերմանիայի Դաշնությունը իշխանությունը փոխվում, Ֆրանսիայում Մարի Լե Պենը հստակ գալու իշխանության դրա մասին արդեն շատ բարձ խոսում, իսկ Մարի Լե Պենը աջակողմյան, այսպես կարելի ասել, ազգայնական թևին է պատկանում, որը ուղղակի նեոլիբերալ գլոբալիստների ոչ մի առնչություն չունի, փոխվում է Իսպանիայում, փոխվում են եվրոպական բոլոր երկրներում։ Եվ հավատացեք, վաղը մեզ ուղղակի Եվրոպայի դուռը փակելու է մեր քթին։ Մեզ թողելու են միայնակ։ Այսինքն
մենք արտաքին քաղաքականության մեջ ուղղակի մնալու ենք օդից կախված, ունենալով երկու հարևաններ, որոնք ամեն օրյա ռեժիմով մեզ սպառնում են ոչնչացնել։ Իսկ մենք ինչ արեցինք։ Փչացրեցինք մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անվանելով Իրանի Իսլամական Հանրապետությանը բռնապետական ռեժիմ, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացրեցինք, Չինաստանի հետ ընդհանրապես որևէ հարաբերություններ չունենք, տարածաշրջանում Վրաստանի հետ մենք ուղղակի երկխոսության մեջ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին մի փաստաթուղթ Բայդենի ժամանակ, որը կոչվում է ռազմավարական ինչ-որ մի տես գործարք, որը չեղարկվեց Դոնալդ Թրամփի կողմից, որտեղ արդեն սկսել է չեղարկել բոլոր Բայդենի կողմից արված ստորագրված հրամանագրերը, մենք ինչ ունենք։ Մենք ունենք ուղղակի, որ միայնակ, այսպես մի պետություն, որը կարելի ասել շատ թեքիչ ունեցած մեր հնարավորություն եւ դիվանագիտական ձեռքբերումները ուղղակի քամուն տվեց մի քանի տարվա ընթացքում։ Պարոն Վարդանյան, իսկ ինչպես եք պատկերացնում, հա, ներքաղաքական կյանքում հաշտության ուղիները, ըստ էության այն քաղաքական դաշտը, որը կար, այդ դաշտում դուք չտեղավորվեցիք կարծես թե, եւ նաեւ դրա համար գուցե կրում եք հալածանքներ։ Ներկայիս քաղաքական դաշտում պարզեցման մոդել պետք է մտցվի, մենք պետք է հասկանանք, որ պետք է լինի ազգային եւ պետական շահ բոլոր այն քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների կողմից, որոնց գործունեությունը հստակ պետք է լինի ուղղված դեպի մեր պետությունը, մեր հայրենիքի պաշտպանությունը, մեր անվտանգությունը, սոցիալական խնդիրների լուծում տալը եւ այլն։ Ներքին քաղաքական դաշտը այսօր դարձել է մենաշնորհ։ Մենաշնորհ մի քանի մարդկանց ձեռքին, ովքեր ըստ էության մինչ այսօր կարելի ասել, վերջին 10 տարի, 1 տարվա ընթացքում ուղղակի ծրագրավորված, այսպես կարելի ասել, իշխանության փոփոխություն են իրականացրել եւ այդ քաղաքական դաշտը ինչ-որ մի ձևաչափով փորձում են մոնոպոլիզացնել։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ունեն անձնական շահեր, քաղաքական գործիչներ եւ նախկին իշխանության եւ իհարկե ներկայիս իշխանության մեջ, ովքեր որ ատամներով փորձում են պահել իրենց դիրքերը։ Բայց այդ դիրքերը չպետք է պահվեն մեր պետության եւ մեր ժողովրդի շահերի հաշվին։ Դա ուղղակի կատաստրոֆա է մեր համար։ Մենք դրա հետևանքները տեսնում ենք մինչ այսօր։ Ներքին քաղաքական դաշտում համերաշխությունը պետք է լինի սիմֆոնիայի նման։ Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր որ ներկայացնում են ազգային գաղափարախոսություն, ովքեր որ իսկապես ունեն բնութագիր անցած ճանապարհ, այդ մարդիկ պետք է կարողանան ունենալ հնարավորություն դրսևորել եւ ինչու ոչ ցույց տալ իրենց կարողությունները, այսպես ասեմ, ունակությունները իշա մեր պետականաշինության։ Դա Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի ուղղակի։ Չկա։ Այսօր քաղաքական դաշտում հանդես են գալի այն մարդիկ, ովքեր որ, այսպես ասած, չակերտավոր հաճո են ներկայիս իշխանությունների քիմքին։ Եթե ոչ, քո հանդեպ ձևավորում են քրեական գործարք, քեզ հետապնդում են, հալածում են գո ընտանիքին եւ այլն։ Ուղղակի փորձում են, այսպես ասեմ, ձևավորել այնպիսի մի կարծիք, որ Հայաստանի Հանրապետությունում չակերտավոր կարելի ասել ասողն իրենք են։ Քանի դեռ մենք վերջ չենք դրել այդ տեսակի համակարգային քաղաքականությանը, մենք համերաշխություն չենք ունենա եւ մեր ժողովուրդը իսկապես հոգնել արդեն այս քաշքշուկներից, այս ատելությունից եւ պառակտումից, որը ուղղակի մտցվել է մեր հանրության մեջ եւ որի պատճառով մենք ունեցանք շատ մեծ կորուստներ եւ հիմա այն փշրված մեր հանրությանը ուղղակի ուշքի վերը շատ դժվարին է դարձել։ Մենք տեսանք, թե ինչպիսի ահռելի հարվածներ է հասցվում մեր արժանապատվի, մեր մտածելակերպին, մեր սրբություններին, հայոյախառը եւ այլն մարդիկ, ովքեր կասկածելի բնութագրով տերանձեր են, այսօր ուղղակի հայհոյանքը դարձել են քաղաքականության ինչ-որ մի մաս, դա ճիշտ չի, իսկ կորցնել, վերացնել հարգանք, այսպես ասեմ, այն արժեքների հանդեպ, որը մեզ մինչև այսօր պահել է որպես ազգ ժողովուրդ, ուղղակի անհրաժեշտություն այսօր։
Պարոն Վարդանյան, այս օրերին Բաքվում տեղի ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Մենք փաստորեն տեսնում ենք, որ Արցախի համար կռվածները կամ դատվում են Բաքվում, կամ կալանավորվում են Հայաստանում։ Սա հատուկ սցենար է, թե համընկնում է։ Ես իմ կարծիքը կարող եմ ասել, բայց ես վստահ եմ, որ սա միայն իմ կարծիքը չէ, սա ավելի մոտ է ճշմարտությանը, քան շատերը կարծում են։ Ես վստահ եմ, որ այո, սա սինկրոն, այսպես ասեմ, աշխատանք է Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ Բաքվի իշխանությունների միջեւ։ Բաքվում ոչ միայն դատվում է Արցախյան, այսպես ասեմ, վերնախավը, վերջին քանի 10 տարիների իշխանությունները, ասենք Մարզասյան զինվորականներ, այլ նաև կան այլ գերիներ։ Մենք գիտենք, որ եթե չեմ սխալվում, 32 այլ գերիներ ունենք այնտեղ։ Բաքվում ոչ թե դատում են այդ մարդկանց, այլ դատում են ամբողջ հայ ժողովրդին։ Բաքվում փորձում է ապացուցել, որ հայերն են ագրեսոր, հայերն են ցեղասպան։ Դրանով կասկածի տակ դնելու նաև հայոց ցեղասպանությունը։ Ցույց տալով աշխարհին, որ տեսեք, նրանք բռնազավթել են եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ շոուն հետապնդում են մեկ նպատակ։ Ուղղակի ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել Արցախում եւ այլն եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, քրեական գործեր են հարուցում բոլոր այդ մարդկանց նկատմամբ, դա ռազմաքաղաքական նախկին ղեկավարություն կլինի, ներկայիս եւ այլն, ասենք քաղաքական ուժերի սպաների հանդեպ, ովքեր ուղղակի ընդդիմանում են իրենց։ Եվ ես ենթադրում եմ եւ ես վստահ եմ, որ այդպես էլ կա, որ չեմ կասկածում, հավատացեք, որ ներկայիս իշխանությունների գործողությունները ուղղակի պայմանավորվածություն են հենց ադրբեջանական իշխանությունների հետ վերջ դնել, այսպես ասած, բոլոր ճակերտավոր Ալիևի կողմից հնչեցված այն ռևանշիստերին, ովքեր որ Արցախը հայկական են համարում։ Վերջի վերջո Արարատ այլևս հայկական լեռը չէ, հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է։ Մենք ենք մեղավոր, որ ցեղասպանվել ենք, ճանապարհներ են բացում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, մենք խաչմերուկ ենք դառնում, այլևս մենք պետություն էլ չենք, վերջի վերջո մեր երկիրը ուղղակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը դրվում է։ Կասկածի տակ փոխվում է սահմանադրություն, սահմանության մեջ փորձում են, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց իր գաղափարախոսական ճառի մեջ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրեն էթնիկ փոքրամասնություններ։ Ոչ մեկ կան չարավ իր այդ արտահայտության վրա, բայց չէ՞ որ էթնիկ փոքրամասնությունների մեջ պետք է լինեն նաև 300,000 ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար ունենալով 2,900,000 բնակչություն, դա ուղղակի կատաստրոֆա կարող լինել։ Մենք անդառնալիության կետը անցել ենք, թե լավատեսեք, որ ի վերջո հնարավոր է լինելու այս գահավիժումը ինչ որ փուլում կանգնեցնել։ Ես վստահ եմ, որ դեռ չենք անցել, բայց շատ մոտ ենք։ Այդպես է։ Ուղղակի շատ մոտ ենք։ Եթե մենք չստացվենք, հավատացեք, մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, հայ լինելու եւ մեր հողի վրա, մեր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը եւ ամեն ինչ տանում է դրան։ Բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը դեռ իր ասելիքն ունի։ Տեսեք ինչ հետաքրքիր մի փաստ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի խզեցին իրենց ամբողջ կապը Սփյուռքի հետ։ Սփյուռքի շատ կարևորագույն համայնքների ղեկավարների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է ուղղակի։ Բոլոր այն այլ երկրների, դա կլինի Եվրոպական միության, թե Ռուսաստանի Դաշնության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլոր այն քաղաքական գործիչների եւ հասարակական գործիչների մուտքը, ովքեր դրսում ուղղակի հայանպաստ քայլեր են իրականացնում, նրանց մուտքը նույնպես արգելվել է Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ կարծում, որ սա ներկայիս իշխանություններն իրականացնում են պատահականության սկզբունքով։ Ես վստահ եմ, որ սա ծրագրավորված գործողություններ են, քայլեր են, որոնք ուղղակի սինկրոն ձևով իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների թելադրանքով։ Պարոն Վարդանյան, ձեր կողմնակիցները, կուսակիցները շատ ակտիվ են սոցցանցերում, շարունակում են պայքարել նաև ձեր փոխարեն,
Երևանի փողոցներում իդեպ ձեր նկարն է փակցված քաղբանտարկյալ գրությամբ, ինչ ունեք նրանց փոխանցելու, իրենք ինձ հաստատ չեն ների, եթե ես այս հարցը չտայի ձեզ, ինչ ուղերձ ունեք նրանց։ Նախ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրիցը բոլոր նրանց ովքեր որ այսօր այս դժվարին պահերին հիշում են, շարունակում են պայքարել եւ կանգնած են իմ կողքին։ Ես շատ բաներից տեղյակ չեմ, բայց ինչ որ դուք ինձ ասացիք, դա ինձ շատ ուրախացրեց եւ ես կոչ եմ անում, որ նրանք շարունակեն պայքարել։ Մենք ընդունում ենք, բայց միշտ բարձրանում ենք։ Կարևորը նրանում է կայանում, որ մենք երբեք ծնկի չգանք։ Եվ մենք հավատացեք կհասնենք մեր բոլորիս երազած այն արդյունքին, ունենալ հայոց պետականություն, որտեղ հայը չի հալածվի հայ լինելու համար, որտեղ չի քարկոծվի հայ առաքելական եկեղեցին, որտեղ ազատամարտիկների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվի, որտեղ գաղափարախոսությունը, ազգային գաղափարախոսությունը կլինի ուղղակի ուղենիշ եւ ապրելակերպ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ գործում եւ պայքարում են հանուն մեր հայրենիքի։ Եվ մենք հասնենք դրան, միայն պետք է շարունակել պայքարել, վեր բարձրանալ, թույլ չտալ, ծնկի չգալ։ Իսկ ինչ ունեք փոխանցելու ձեր ընտանիքին։ Շատ եմ կարոտել իրենց բոլորին, ցավում եմ, որ ես իմ այս որոշումների արդյունքում զոհաբերեցի իրենց, նաև իրենց կարելի ասել հանդարտ կյանքը, ինչ-որ մի տեղ այո, իմ երեխաների մանկությունը, զոհաբերեցի այն կյանքը, որը ես շատ մեծ ցանկություն ունեի նրանց տալու, բայց ես ուղղակի չէի կարող չպայքարել։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մի տեղ այո իմ ընտանիքին մեծ ցավ եմ պատճառել, ես զրկել եմ նրանց ինձանից եւ ինձ զրկել եմ իրենցից։ Բայց սա այն գինն է, որ ես չէի կարող չվճարել։ Ուղղակի չէի կարող։ Հանուն այն տղաների, ովքեր այսօր չկան, հանուն Արցախի, հայկական Արցախի, հանուն մեր երկրի մեր պետության։ Ձեր զոհողությունը գնահատվելու է։ Չեմ կարող ասել, բայց ես գնահատականի չեմ սպասում։ Իրականում չեմ սպասում այդ գնահատականին։ Բայց ես գիտեմ, որ վստահ եմ, որ համենայն դեպս աննկատ չի լինի։ Եվ եթե իմ ներդրած լուման, իմ պայքարը ինչ-որ մի ձևով կարող է ցույց տալ ներքի եւ արտաքին թշնամուն, որ դեռևս կան հայեր, ովքեր պատրաստ են դիմադրել, ուրեմն ես իմ նպատակին հասած կլինեմ։ Ժամանակն արդեն ինքնին ցույց կտա։ Շնորհակալ եմ։